Հաշիվների մեջ ԱՏԳ կոդը չնշելու համար կամ սխալ նշելու համար, տես հիմա անձը ներմուծել է ապրանք, ինչ որ ապրանք, ինչ որ կոդի։ Քարան ներմուծել է, ներմուծման ժամանակ սխալ է հայտարարել։ Ինչ որ պատճառով, ասենք մի կոդը, ասենք 8401-ի տեղը գրել է 8402։ Օրինակ, մաքսային մարմինների կողմից պարզվել է դա, չգիտեմ ինչ հանգամանքներով, ասենք կարող է մի օր ԵՏՄ-ի որոշման համաձայն որոշել են այսուհետ այս ապրանքը ոչ թե դասակարգեն, այսինքն մեկնաբանություն են տվել այդ ամեն ինչին, ոչ թե այդ 8401-ն է, այլ 8402-ն է։ Մաքսայինը բանա ուղարկում է հարկվճարողին, ասում է բեր ճշտված հայտարարություն տուր, հայտարարագիր ներկայացրու, փոխում է, այս ապրանքը ներմուծել էր, մի հատ է իրացրել էր մի կազմակերպությանը, որը նաև իրացրել է այն մյուս կազմակերպությանը։ Հիմա ստեղ մենք մի հատ այս կազմակերպությանը սրան հաշիվ գրելու ժամանակ ստացվում է սխալ է այդ ապրանքը կոդը գրել, մի հատ այս իրան կարող ենք տուգանել, մի հատ էլ էսել դե մի դասակարգիչի մասնագետ չեն, ամեն անգամ ապրանք ստանալուց ոչ են վերցրելու հաթաթ նորից դասակարգում անեն, մի հատ էլ պարզաբանման համար ուղարկեն վել։ Մի հատ էլ այս մյուսն է տուգանվում, ստացվում է մի դասակարգիչը այս փուլում ներմուծման ժամանակ սխալ հայտարարագրելու, այսինքն միտում, այս ոչ մի շղթայով միտում չկար, ոչ մի բան չկար, հարկերը վճարվել են, շատ հնարավոր է օրինակ այդ 8401-ը մաքսատուր կար, այն մյուս դեպքում չկար, այսինքն սխալ դասակարգման արդյունքում էլ ավել հարկատվել, օրինակ։ Հա, այս ամեն ինչը, բայց տուգանքները շարվում են։ Իսկ ասենք ստուգման ժամանակ ինչ է ասելու տեսուչը։ Ասելու է, այս բացատրությունը որ տաս, կասի իմ գործը տեսել եմ, արձանագրելն է, այն մյուսի դեպքում տեսել եմ, այսինքն բոլորը իրաց գործը անում են, բայց տուժում է հարկվճարողը։ Ու ամբողջ խնդիրը նա է, որ ես վստահ եմ, Հայլակ ջան, նույն տեսուչը, եթե չլինի մաքսայինի արձանագրումը, լավ, գոնե տեսուչների մի զգալի մասը ինքը տեղյակ չի դասակարգչից եւ չի կարա իմանա որն է ճիշտ եւ որը սխալ։ Զգալի մասը չէ։ Գուցե բոլորը մատների վրա կարելի ասենք հաշվել, որ հնարավոր է, ոչ թե գիտեմ, այլ հնարավոր է, օրինակ 10 հոգի իմանա։ Հարկային ստուգ, այսինքն հարկայինի մասը, ոչ թե մասը։ Եվ այս առումով ինձ շատ հետաքրքիր է, թե ես չգիտեմ ճիշտ ասած ում գաղափարն է այս դասակարգչով պատմությունը, որը ակտիվորեն առաջ է մղվում, հիմա հասել է արդեն ժամանակին ՀԴՄ-ում էր, հիմա հասել է հարկային հաշիվներ ու չգիտեմ վաղը կարող է մի այլ տեղ հասնի։ Ես չգիտեմ, մենք ունենք փորձ որևէ այլ երկրում, լավ, այնպիսի իհարկե այնպիսի երկրում, որը մենք կարող ենք օրինակելի համարել, այս իմաստով, հարկային հարաբերությունների իմաստով, տնտեսության իմաստով, որ մարդիկ ես գիտեմ, որ միայն արտահանման, այսպես ասած ԱՏԳ գործունեության դեպքում են դասակարգիչներով ինվոյսներ դուրս գրում, եւ ճիշտն ասած ժամանակին նույնիսկ այդպիսի հոբբի ունեի, իմ ընկերներին ես, եթե առիթ էր լինում էի արտասահմանում, չգիտեմ, եվրոպական երկրներում, տարբեր երկրներում, իմ ընկերներից էլ խնդրում էի, որ ինչ որ գնում կատարեն եւ իրենց, այսպես ասենք, ՀԴՄ կտրոնը բերեն, ու հավաքում էի դրանք եւ որևէ տեղ չտեսա, որ ապրանքի կողքը դասակարգիչ գրած լինի։ Չնայած գուցե նրանք հետամնաց երկրներ են, չեն հասնի։ Դե մենք սովորաբար Հռոմի պապից ուզում ենք կաթոլիկներ, հենց հա չեն։ Եվ այս մասը մենք իմ կարծիքով էլի, որպեսզի վերլուծություն անեն, տեսնեն ռիսկերի, այսինքն, բայց չի կարելի ասենք 100,000 մարդու։ Մեկ այլ պրակտիկա ասեմ։ Ուրեմն գնում են ստուգման հարկային մարմնից, դեռ այս դասակարգիչները դե գիտենք, չէ, նոր է պահանջը դրված, դեռ հələ տարիներ է պետք, որ ամբողջ կարող ենք ասել, որ ամբողջ ապրանքային ծավալը արդեն բոլորի մոտ դասակարգիչներով ֆիքսված է։ Այս պահին գիտենք, որ այդպես չի։ Ես դեպք եմ ունեցել, երբ որ գնում են ստուգման, օրենքն էլ ասում է դասակարգիչով են պահանջում, գույքագրում իրականացնեն։ Մարդուն տալիս են, ասում են, ենթադրենք 71-12 դասակարգչի ապրանքը դասակարգի, բանը, գույքագրի։ Այս մարդը ասում է, ժողովուրդ, այդ ո՞րն է։ Ասում ասեք,
Այդ որն է, ասենք եթե դա գարեջուրն է, հայերեն ասեք գարեջուրը գույքագրի։ Ինչ է նշանակում 71-12 ապրանքը գույքագրի։ Ու ասենց լիքը հարցեր են առաջանում։ Ես համոզված եմ, որ դա նորմալ չի։ Այսինքն, եթե մենք ուզում ենք գույքագրել գարեջուրը, պետք է գույքագրենք գարեջուրը։ Հիմա մեկն էլ կարող է սխալված լինի, լիմոնադի դասակարգիչը գրած լինի այդտեղ։ Ասենք ինչ կապ ունի, էլի ինչ դասա, եթե օրինակ ինչ որ մեկը վաճառք իրականացնելիս ու դրանով էլ մարդկանց պարտավորություններ են առաջադրվում եւ պակասորթի կամ մի խոսքով այսպեսի տուգանքներ են առաջադրվում, այսինքն արկային մարմինը նայում է, ինքը ասում է, «Էսի դասակարգիչն է», նայում է ձեռքբերումները, նայում է վաճառքները ՀԴՄ-ով տպվել է այս դասակարգիչը այսքան ապրանք, ասում ուրեմն քո մնացորդը պետք է լիներ այսքան, չկա, ուրեմն տուգանում ենք։ Այդ լոգիկայով, եթե Հայաստանում որևէ խանութ, ասենք մթերային խանութ, ինչ որ նոր-նորքի որևէ բակում շենքի, եթե սխալմամբ նշի կենթանի փղի դասակարգչի 4 նիշը։ Ստացվում է, որ հարկային մարմինը գնալու է իր վերլուծական գործիքներով, որոնք շատ ուժեղ են, վերլուծելու է եւ ասելու ուրեմն դու փիղ ես ձեռք բերել առանց փաստաթուղթ։ Դու գանում եմ 20%, կամ ասենք, եթե ինքը սխալմամբ իր մոտ ձեռքբերում ունեցած լինի կենթանի փղի բանով, բնականաբար հասկանալի է, չէ՞, որ նոր-նորքում փիղ չեն վաճառել, ենթադրենք դա կարող է օճառ է եղել երկու հատ, որը վաճառել է, ինքը ճիշտ դասակարգ չվա վաճառել, գնալու են ասեն, դու երկու հատ կենթանի փիղ էիր ձեռք բերել, այդ փիղը չկա, պակասորթ է։ Այս ես չեմ պատկերացնում, էլի, այս ինչ մոտեցում է։ Դե փիղը բանը տենց չափազանցված օրինակ է, հասկանալի է, բայց տես հիմա ես ինչքան որ հիշում եմ, որտեղից է հարցը առաջացել, ինչի սենց որոշեցի։ Քանի որ տարբեր հարկ վճարողները տարբեր ձև էին հաշիվները գրում, բովանդակությունը, եւ Պեկին շատ դժվար էր վերլուծություններ անել ըստ ապրանքային անվանումների, որտեղ մեկը մի ձև է գրում, մեկը ուրիշ ձև է գրում, բայց չգիտեմ ինչի այդ վերլուծությունը շատ կարևոր էր, չգիտեմ, ես դրա ցանկացած կարծեմ օրենսդրությունն է ասում, պետքա ցանկացած քո գործիք վարչարության լինի պիտանի օգտակար։ Այսինքն դրա պիտանելությունը, օգտակարությունը զուտ հարկային վերահսկողություն կամ լավ վարչարություն իրականացնելու համար իմ համար մութ է, բայց այս դասակարգիչների թեման մտավ նրա համար, որ ինքը տեղեկատվությունը այն ինչ որ ստանում է, համակարգված ստանա։ Դրա համար ստիպեցին բոլորին, այսինքն այս պատմությունն է, որպեսզի պուպուշ վարչարություն ունենանք, ՊԵԿ-ը ունենա, պուպուշ վարչարություն, բոլոր հարկ վճարողներին ստիպեցին տանջվել։ Այսինքն այս կարճ դրա բովանդակությունն է, նույնն էլ այդ QR կոդերի մարման հետ կապված պատմությունն է, իդեպ պետական մարմիններն էլ այդ ճիշտ օրենքը այսինքն ընդունել են օրենք ու նախատեսում են, որ պետք է մարվի, բայց պետական մարմինները իրանք չեն անում այդ։ Այսինքն դու չես կարող արդարացի չի, դու քեզանից կախված պետությունը իրանից ինքը չի անում, բայց մնացածին պարտադրում է նույն բանը անել։ Իր համար իր անգործությունը տուգանքներ չի առաջացնում, հարկ վճարողի համար ծանրագույն հետևանքներ առաջացնում։ Օրինակ այդ 20%-ների պատմությունը կարելի է անունը դնել 20-20։